Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս ողջունում եմ բոլորիդ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, բայց մինչ այդ պետք է անպայման պատրաստել նախաճաշի սեղան կամ 1 գավաթ համեղ սուրճ եւ միանալ մեզ, որպեսզի իմանաք նաեւ օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր շատ համեղ, շատ հագեցնող եւ շատ, այսպես ասած, օրվա կարևոր ուտեստ ենք պատրաստում։ Այսօր տեսեք ինձ մոտ բազմապիսի բաղադրիչներ կան։ Ունենք շատ համեղ թարմ մթերքներ, բանջարեղեն եւ ունենք մսամթերք, այստեղ ունենք պանիր, այս բոլորը պետք է միախառնենք իրար եւ ստանանք շատ հրաշալի, շատ օգտակար հագեցնող ուտեստ։ Ինչ ենք անելու սիրելիներս։ Աղացած միս ունենք, հորթի փափկամիս, որը աղացած վիճակում է, այն պետք է խճողակի վերածենք։ Իսկ խճողակի համար մեզ անհրաժեշտ է լինելու աղացած սոխ։ Ահա, սոխն էլ ես նախապես արդեն աղացել եմ եւ հիմա պետք է ավելացնենք մսի վրա։ Իսկ այստեղ ինձ պետք են համեմունքներ, անպայման ես հիմա համեմունքների փունջը վերցնեմ։ Ահա, խնդրեմ իմ համեմունքների փունջը եւ անցնենք առաջ։ Ահա։ Սոխը ավելացնենք աղացած մսին։ Ավելացնենք աղ։ Մի փոքր էլ ավելացնեմ։ Իհարկե ավելացնենք սև պղպեղ, անպայման, դասական տարբերակը այստեղ անպայման կօգտագործենք, սև եւ կարմիր պղպեղ։ Ահա, մի փոքր քրքում։ Եվ ես այստեղ ունեմ այս իմ պահոցից կհանեմ, ուրեմն հատուկ մսամթերքի համար նախատեսված այս խառնուրդը եւ կավելացնեմ մեր այս խճողակի վրա։ Ահա։ Այսպես։ Եվ հիմա փորձենք խառնել։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Իմիջիայլոց պետք է այս գործողությունը նախապես անել եւ թողնել, որպեսզի միսը մի փոքր այս համերը միախառնվեն եւ այսպես ասած հանգստանա։ Եվ քիչ հետո կսկսենք զբաղվել մեր բանջարեղենի մշակմամբ։ Այսպես։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք այստեղ թարմ սխտոր ավելացնել, ճզմել խճողակի մեջ նաև սխտոր։ Ես իհարկե թարմ սխտորը կավելացնեմ հենց բանջարեղենի վրա, քիչ ավելի ուշ։ Այսպես։ Իմիջիայլոց ուզում եմ նշել, որ հենց այս պահին մտքիս եկավ, որ այստեղ ավելացնեմ պղպեղի մածուկ, շատ ավելի համեղ կդառնա խճողակը, այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե ձեռքի տակ ունեք պղպեղի մածուկ, ապա ավելացրեք անպայման, իսկ եթե ոչ, շատ հանգիստ կարող եք ձեռք բերել Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից առաջարկվող պղպեղի մածուկը, ավելի շուտ նշեմ, որ վրան գրված է աջիկա, շատ համեղ է եւ շատ կերակուրը առավել համեղ է դարձնում։ Ես հիմա 1 ճաշի գդալ կավելացնեմ այստեղ, մնացածը կօգտագործենք արդեն մեր սոուսի մեջ։ Ահա, այսպես։ Ես խճողակը պատրաստեցի, կարծում եմ ամեն բան շատ պարզ է, շատ քիչ բաղադրիչներ են պետք, որպեսզի ստանանք այս խճողակը։ Սիրելիներս, այս պահին կլինի դադար, քիչ հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Ահա, սիրելի հեռուստադիտողներ, տեսաք, թե ինչքան գեղեցիկ վայրերում շրջեց մեր գործընկերը, համեղ սնվեց եւ իհարկե ներկայացրեց մեր հայոց աշխարհի բնությունը։ Դուք էլ շատ ճամփորդեք, որպեսզի, այո, վայելեք մեր երկիրը, մեր հայրենիքը։
Ադրին, ճաշիկներ ես պատրաստում։ Այո, այսօր շատ համեղ ճաշիկ ենք պատրաստում, շատ բազմապիսի բաղադրիչներով։ Ես եւս մեկ անգամ կկրկնեմ, ուրեմն թե ինչ մթերքներ ենք օգտագործելու այսօրվա կերակուրը պատրաստելու համար։ Այստեղ ունենք սմբուկ, ունենք կարտոֆիլ, լոլիկ եւ իհարկե կծու պղպեղ, որը վերջում գեղեցիկ կզարդարենք, ունենք փապկամիս հորթի աղացած, որը խճողակի վերածեցինք, այստեղ ավելացրեցինք աղացած սոխ, մի փոքր 1 ճաշի գթալ պղպեղի մածուկ, համեմունքներ, իսկ ավելի ուշ արդեն մի քիչ սոուս կպատրաստենք տոմատի մածուկով եւ վերջում այս ամենի վրա կավելացնենք պանիր, որովհետեւ այս ուտեստը պատրաստելու ենք ջեռոցում։ Շատ լավ, մինչև դու այդ համեղությունը պատրաստում ես, ես օգտվեմ առիթից, որ մեր գործընկերը շատ համեղ է, էլոլան, եւ հիմա կնախընտրեմ առավոտյան նախաճաշ, կաթնաշոր եւ թթվասեր։ Որովհետեւ հետո օրվա ընթացքում այդ սպիտակուցներից բավականին պետք կգան։ Այո, եւ հերոստատողին եւս ոգեշնչենք, քաջալերենք, որպիսի նրանք անպայման նախաճաշեն ամենահամեղ մթերքներով նախաճաշ պատրաստեն, բայց սովորաբար լինում է, որ չես հասցնում այդ նախաճաշի սեղանը պատրաստել, ապա ոտքի վրա թեկուս կարելի է մի կտոր հաց ու պանիրով ուրեմն օրգանիզմը լիցքավորել եւ հետո գնալ արդեն շարունակել օրվա մնացած գործերը։ Ահա, սիրելիներս, զգուշացնեմ, ասեմ, որ մեզ պետք են բոլոր մթերքները, որպիսի կտրատենք կլոր շերտերով, այսպիսի կլոր շերտեր են պետք, որովհետև մենք պետք է գեղեցիկ նաև դասավորենք մեր ուտեստը։ Սա ինչ է կոչվում, ամառային ճաշ։ Ամառային ճաշ կարելի է, այո, ինչու ոչ, նաև այսպես անվանել։ Դե հիմա ով ինչպես կցանկանա, հենց այդպես էլ թող դա ուրեմն անվանի։ Այսպես հերթով գնացինք առաջ, մեր սմբուկը կտրատեցինք, իհարկե պոչիկները հեռացնենք, այսպես։ Ինչպես ես, Սուրեն ջան։ Շատ լավ, որովհետև ինչպես ասում են, էկզամեն для меня всегда праздник։ Այո, ես կուզեմ նաև հերոստատողին ներկայացնես, ինչ ես խառնում, որպեսզի։ Այո, կաթնաշորը եւ թթվասերը սա առավոտյան ամենաակտուալ եւ ամենահավեսով նախաճաշն է, որը հաստատ տալիս է այդ էներգիան, սպիտակուցների պաշարը եւ նրանք, ովքեր մարզասրահի մշտական այցելու են, սա շատ կարևոր է, այո, շատ։ Իսկապես։ Ամենաառավոտ կամ լավ օրը մեջ գոնե։ Դե հա, երևի թե ամեն առավոտ չի ստացվի նմանատիպ նախաճաշ ուտել, բայց օրը մեջ հաստատ հավքի թմի բացառեք նախաճաշի այդ սեղաններից, որովհետև շաբաթական գոնե 2 անգամ հավքիդ պարտադիր է ուտել, մենք ճիշտ է բացի թողի վիճակ է, չենք անդրադառնում կամ շատ-շատերի մոտ թյուր կարծիք կա, որ հավքիթը այնքան է լավ բան չէ, պետք է շատ ուշ-ուշ, դա այդպես չէ, սիրելիներս, շաբաթական 1 անգամ, իսկ երեխաներին հատկապես ավելի հաճախ, որովհետև շատ կարևոր է հավքիթը մեր օրգանիզմին։ Սիրելիներս, կարտոֆիլը եւս նման կլոր շերտերով ենք կտրատում։ Այս ամեն ինչը լինելու է ջեռոցում։ Այո, այս ամեն ինչը լինելու է ջեռոցում։ Ես նախընտրեցի ջեռոցի տարբերակը, որպեսզի պանիր էլ օգտագործենք, սակայն սիրելիներս, եթե այս նույն ուտեստը դուք պատրաստեք գազօջախի վրա, այստեղ բացառեք միայն պանիրը, բնականաբար այնքան էլ հարմար չի լինի, կարծում եմ պանիրը այդ տարբերակում, սակայն ինչու ոչ, եթե ցանկություն լինի, դա էլ չի խանգարի։ Բայց ջեռոցում պանիրը ավելի, այսպես ասած, համահունչ կլինի այս ուտեստին, այնպես որ ըստ ճաշակի, այսպես շարունակում ենք, մյուս կարտոֆիլները եւս կլոր շերտերի կվերածենք եւ կանցնենք արդեն լոլիկի շերտատմանը։ Իսկ այս ընթացքում աղացած միսը բնականաբար խառնվում է համերը միմյանց եւ իհարկե քիչ հետո կօգտագործենք։ Այսպես։ Համեմունքներ օգտագործելու ես ընթացքում։ Անպայման, բա առանց համեմունք Ադրինեն համեմունքը քայլում են միասին։ Ես իմիջիալոց նշեմ, որ ուրեմն այս ուտեստը
Միտքս թռավ, Սուրեն, ինչ էի ուզում շեշտեի, այսպես մոռացա։ Վիտամիններով հարուստ է։ Հա, վիտամիններով հարուստ է, դա իր տեղը։ Բայց կարևոր բան էի ուզում նշել, քիչ հետո երևի կհիշեմ ու կասեմ։ Մեր հեռուստադիտում։ Դու ինչ շեղեցիր, տղա ջան։ Գնամ Ադրինե։ Չէ, ինձ հաճելի է, որ դու իմ կողքին ես։ Միանշանակ ես ասեմ, որ հալած յուղ եմ օգտագործելու սիրելիներս, որը իհարկե ներկայացնում է էլի էլոլա ապրանքանիշը, ինչպես նաև պանիրը, այնպես որ նաև պետք է մի փոքր այսպես յուղալի կերակուր ստացվի, որը իհարկե կապահովի էլի հագեցնող այդ նոտան։ Ինչպես ասում Այ այսպես։ Հալած յուղի նման գնալու է։ Այո, անպայման, որովհետև շատ համեղ կերակուր է իմիջայլոց եւ ամռան հետ շատ համահունչ, արդեն ամառ է, պետք է այս բոլոր բարիքներից իհարկե օգտվել։ Ճիշտ է, 3 գարուն էր թե, բայց ոչինչ։ Դե դա, բայց նման գարունը մի քիչ, չգիտեմ, հաճելի գարուն է։ Իհարկե գարունը խոսք չունի։ Խոսքերն ավելորդ են։ Հիմա լոլիկը շերտատենք, սիրելիներս, իհարկե փորձենք առաջին հերթին միջուկը, պոչիկը ավելի ճիշտ։ Պոչիկը հեռացնենք, այսպես, եւ կլոր շերտերի վերածենք այն։ Ահա։ Այնուհետև ինչ պետք է անենք։ Ես չեմ ուզում շատ շտապեմ, որովհետև իրականում սիրելիներս շատ արագ պատրաստվող կերակուր է, չնայած որ բաղադրիչները տեսնում եք որքան շատ է, բայց այնուամենայնիվ այն արագ է, այսպես ասած ձեռքի հետ պատրաստվող կերակուր է։ Ես չեմ ուզում շատ շտապեմ հենց հիմա բոլոր գործողություններ անեմ։ Հիմա լոլիկը կշերտատենք, քիչ ավելի ուշ արդեն կսկսենք դասավորությունը։ Եվ իմիջայլոց ուզում էի նշել, որ ուտեստի համար ես ծախսել եմ 2260 դրամ այս չափաբաժնի համար եւ միսն է այդ գումարի մեջ մտնում եւ բանջարեղենը, բացառելով միայն պանիրը։ Պանիրը տանը եթե ունենք, կօգտագործենք, եթե այնքան բոլ ունենք տանը։ Հա, մենք խնդիր չունենք, բայց դե մարդիկ կարող է պետք է գնան գնեն։ Այ դա գուցե գումարը ոչ թե գուցե, այլ հաստատ մի քիչ կավելանա։ Այ այսպես, սիրելիներս, ես իմիջայլոց ունեմ լոլիկի համար նախատեսված դանակ հենց դրանով էլ կկտրատեմ, այ էլի նորից այսպիսի գեղեցիկ կլոր շերտեր են մեզ անհրաժեշտ։ Ահա, այսպես։ Շատ լավ, եթե այս ամենն է եւ ավելացնելու բան չունենք, Այո, գրեթե չունենք, որովհետև դեռ նախապատրաստական աշխատանքներն են, քիչ ավելի ուշ արդեն կսկսենք դասավորությունը։ Շատ լավ, ես առաջարկում եմ, որպեսզի մեր եթերում լինի այսպես կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք եւ ընթացքում էլ կտեսնենք, թե ինչ փուլում է Ադրինեի պատրաստած համեղությունը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողին։ Սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք եւ ուզում եք ծանոթանալ օրվա բաղադրատոմսին։ Ես եւս մեկ անգամ ներկայացնեմ ինչ ենք պատրաստում, այսօր շատ համեղ բանջարեղենով եւ մսով կերակուր ենք պատրաստում, որը իհարկե տեղափոխելու ենք ջեռոց, որպեսզի այնտեղ եփվի, քանի որ ամենավերջում պանիր ենք վրան ավելացնելու։ Սիրելիներս, խճողակը պատրաստ է, աղացած միս, աղացած սոխ, համեմունքներ եւ 1 ճաշի գտալ պղպեղի մածուկ։ Այստեղ բանջարեղենը կտրատված է, կարտոֆիլը, սմբուկը եւ լոլիկը։ Հիմա հերթով սկսենք դասավորել։ Ինչ ենք անում։ 1 շերտի վրա կարտոֆիլի տեղադրում ենք աղացած միսը, այսպես փորձենք ձեռքով տեսք տալ, այնուհետև վրան ավելացնել 1 սմբուկ, այսպես եւ իհարկե դնել համապատասխան տարայի մեջ։ Ահա։ Ու այսպես հերթականությամբ հիմա ավելացնում ենք 1 շերտ լոլիկ։ Այ այսպիսի տեսք է ստանում։ Ու շարունակում ենք։ Նորից 1 կարտոֆիլ, մսի խճողակը, փորձենք ձեռքով գեղեցիկ տեղադրել կարտոֆիլի վրա։ Այսպես, ավելացնել 1 շերտ սմբուկ, ահա, շարունակել այսպիսի հերթականությամբ, ավելացնել 1 շերտ լոլիկ։ Ես կարծում եմ շատ
հեշտ պատրաստվող սա ուտեստի տարբերակ է, շատ հագեցնող է, շատ համեղ է, իմիջիայլոց շատ համեղ է իսկապես։ Եվ օրվա համար, կարծում եմ ամբողջ օրվա համար ընտանիքի անդամներին գոհացնելու եւ այսպես ասած հագեցնելու համար սա շատ ընտիր տարբերակ է։ Ահա, ավելացրեցի եւս մեկ սմբուկ եւ տեղադրեցինք հաջորդ, այսպես ասած, ընկերոջ կողքին եւ ավելացնենք իհարկե լոլիկը։ Ու այսպես շարունակ։ Աղացած մսի մեջ եւս մեկ անգամ կրկնեմ, ավելացրել էի համեմունքներ, աղացած սոխ եւ իհարկե պղպեղի մածուկ։ Պղպեղի մածուկը մեզ տրամադրում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը շատ համեղ է եւ յուրահատուկ համ է փոխանցում մեր ուտեստներին։ Ահա, եւս մեկ լոլիկ ավելացնենք։ Իմիջիայլոց նշեմ սիրելիներս, որ որքան հնարավոր է պետք է համահունչ մթերքներ ընտրել, որպիսի այսպես գեղեցիկ լինի եւ հերթականությունը եւ իհարկե տեսքը, այնպես որ սրան էլ ուշադրություն է պետք դարձնել, որպիսի ամեն բան գեղեցիկ ստացվի։ Ահա, կարտոֆիլի վրա տեղադրում եմ աղացած միսը, տեղադրում ենք մեկ սմբուկ, իմիջիայլոց ընթացիկ պետք է նայել, որ շերտը որի հետ է ավելի հարմար։ Այսպես տեղադրեցի եւ հիմա կավելացնեմ լոլիկ։ Ես կընտրեմ մի փոքր ավելի փոքր լոլիկը, ահա, այսպես։ Եվս մեկ տարբերակ։ Ու այսպես շարունակ ամբողջ այս ամանի տարածքով, սա հրակայուն աման է բնականաբար, որովհետև պետք է պատրաստվի ջեռոցում, իսկ եթե գազօջախի վրա պարզապես կպատրաստեք, բնականաբար մի փոքրիկ թավայի կամ կաթսայի մեջ այս բոլորը կշարեք, սոուսը վրան կլցնեք եւ այդպես գազօջախի վրա կեփեք։ Այստեղ ավելացնում ենք մեկ սմբուկ ու տեղադրում հաջորդի կողքին, ավելացնելով մեկ շերտ լոլիկ։ Տեսքը շատ գեղեցիկ է, ես կարծում եմ բոլորդ էլ ինձ հետ համաձայն կլինեք, իրականում չգիտեմ, այսինքն կարծում եմ բոլորդ էլ փորձած կլինեք նմանատիպ ուտեստ, բայց եթե չեք փորձել, հաստատ այս մոտակա օրերին ձեզ տրամադրեք եւ պատրաստեք այս համեղ ուտեստը։ Ահա, ավելացնեմ մեկ սմբուկ, այսպես տեղափոխենք ամանի մեջ, եւս մեկ լոլիկ, ահա, ու այսպես, ահա, դուք նախաճաշի մասին չեք մոռանում, մինչ այս գործողությունները կատարելը սիրելիներս պարտադիր պայման է նախաճաշել, նախաճաշեք հետո անցեք օրվա գործերին։ Իմիջիայլոց եղանակը շատ լավն է, շատ տրամադրող է, կարելի է նաև զբոսնել, առավոտյան վաղ արթնանալ եւ մի փոքր զբոսնել։ Ահա, սիրելիներս այս պահին լինելու է դադար, դուք չեք փոխում ալիքը, մեզ հետ եք մնում, որովհետեւ դեռ պետք է սոուս ավելացնենք, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտող, ես ձեզ ուզում եմ ասել եւ ներկայացնել օրվա բաղադրատոմսը, այսօր բանջարեղեններով եւ աղացած մսով շատ համեղ ուտեստ ենք պատրաստում, որը արդեն իմի եմ բերել, արդեն պատրաստ է, միայն մնում է սոուսը պատրաստել, լցնել այս համեղության վրա եւ տեղափոխել ջեռոց։ Ինչ ենք անում այս պահին, մենք այստեղ ունենք տոմատի մածուկ, կավելացնեմ մեկ ճաշի գթալ պղպեղի մածուկ այստեղ, եթե հիշում եք խճողակի մեջ եւս ավելացրել էի պղպեղի մածուկ, որպեսզի շատ ավելի այսպես համեղ եւ գունեղ ստացվի մեր կերակուրը, այստեղ ավելացնեմ մի քանի համեմունք, ես քրքում կավելացնեմ շատ քիչ, սև պղպեղ կավելացնեմ, մի փոքր կարմիր պղպեղ, ահա,
ահա, եւ աղ իհարկե։ Այսպես։ Եվ կփորձենք ջրով, ջրի օգնությամբ բացել այն։ Ահա հարենք եւ իհարկե տեսնենք թե ինչ է ստացվում եւ ավելացնենք մեր այս հրաշք ուտեստի վրա։ Սիրելիներս նշեմ, որ այստեղ ավելացրեցի մի քանի ծիծակի շերտ, կծու պղպեղ, սա էլ ըստ ճաշակի, չգիտեմ ոնց կստացվի, որքան կծու կստացվի, բայց ամեն դեպքում այս ուտեստին շատ համահունչ է կծվությունը, այնպես որ խորհուրդ կտամ, եթե կծվի սիրահարեք, ապա անպայման օգտագործեք։ Ահա, կարծում եմ կարելի է կամաց լցնել մեր ուտեստի վրա, ահա այսպես, փորձենք բոլոր շերտերի վրա լցնել այս սոուսը, որպեսզի այսպես ներծծվի եւ շատ համեղ դարձնի մեր ուտեստը։ Ես նշել եմ, որ այստեղ պանիր ենք մենք օգտագործելու, իհարկե պանիրը քիչ ավելի ուշ։ Վաու, Ադինե, սիրուն է։ Բացին այն, որ համոզված եմ շատ համեղ է, նաեւ շատ սիրուն է։ Դու վրձինով ես նկարում ճաշերը։ Փորձում եմ։ Շատ գեղեցիկ գունային համադրություններ են։ Այո։ Այսպես Վայ չուտողին, ինչպես ասում են։ Այո, այստեղ փորձենք եւս մի փոքր ջուր ավելացնել, այսպես ասած, ինչե վերջին կաթիլը օգտագործել։ Այ այսպես։ Ահա։ Մի քիչ եմ ուզում ջուր ավելացնել, որպեսզի սոուսը լավ ներծծվի բոլոր մթերքների վրա։ Ահա, այստեղ ծորած նույնիսկ, այսպես մի փոքր մեզ դավաճանեց այս պահը, բայց ոչինչ։ Դա խոսում են մասի, որ ամեն ինչ, ինչպես ասում են, սարքած է տնական տրամադրությամբ։ Այո, օրգանիկ, շատ օրգանիկ է ամեն բան։ Լավ, շատ եւ հագեցնող։ Այո, իհարկե։ Եվ հիմա նշեմ, որ այստեղ մեր թասիկի մեջ մի քիչ ջուր ավելացնեմ եւ այս յուղաթուղթը թրջենք ջրի մեջ։ Իսկ սա ինչի համար է։ Սա լայֆհակի տարբերակ է, այսպես ասած, եւ փռենք մեր ուտեստի վրա, որպիսի այն գոլորշի ապահովի, ջեռոցում թողնի, որպիսի գոլորշով գեղեցիկ այսպես Made in Adline։ Այո, սա այսպես։ Ահա, սիրելիներս։ Ու մենք գնացինք դեպի ջեռոց։ Ես այստեղ հետո կարգի կբերեմ։ Բնականաբար դուք վերջում կտեսնեք մաքուր խոհանոց եւ համեղ ուտեստ։ Ինչպես միշտ։ Դե, ուտեստը գնաց արդեն ջեռոց, որպեսզի թխվի եւ պատրաստվի, եփվի, ամեն ինչը միասին, միաժամանակ։ Ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու այս ամենը։ Վստահ եմ։ Ինչքան ժամանակ է հարկավոր։ Դեռ պետք է համբերենք, ամենակիչը 30 րոպե մեզ պետք է որ եփվի։ Այս ընթացքում էլ պանիրը քերիչով կանցկացնեմ եւ ընթացիկ սիրելիներս, երբ արդեն կնայենք, տեսնենք եփված է կարտոֆիլը, արդեն կավելացնենք։ Ինչ տեսակի պանիր ես անում։ Պանիր։ Մեր այո, լորի տարբերակը, որը հալչող է, շատ ընտիր Էլոլա ներկայացնում է, իդեպ ասեմ, որ էլոլայի տեսականին շատ մեծ է պանիրները, այստեղ տեսնում եք Զամբյուղում, պանիրների տեսականին լայն է եւ վերջերս նաեւ նորույթը բաստուրմայով պանիրը, շատ համեղ է, խորհուրդ եմ տալիս անպայման, իսկ տեսականին լայն է, դա կաթնամթերք, յուղեր, ամեն ինչ, ինչը կարող է ապահովել օրվա էներգիան, տրամադրությունը եւ իհարկե սպիտակուցները։ Էլոլան հասանելի է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս եւ նաեւ ուզում եմ պարտադիր նշել, որ հասանելի են նաեւ Իջևանի պահածոների գործարանի կողմից առաջարկվող մեծ տեսականին, այստեղ պահածոները շատ համեղ են, շատ հյութեղ են եւ այս ամենին նաեւ գումարած կոմպոտները, որոնք նույնպես տնականի տրամադրությունն ու համն են փոխանցում։ Այս ամենը մեկ վայրում, մեր եթերում եւ նաեւ մեր եթերից դուրս բոլոր խանութներում։ Վայելեք, օգտվեք եւ վայելեք։ Ես էլ հիմա կփորձեմ պանիրը քերիչով անցկացնել եւ իհարկե ընթացիկ դեռ ժամանակ ունենք, կփորձեմ այն լցնել մեր ուտեստի վրա, պանիրն էլ կհալչի, այդպես կմատուցենք։ Բայց եթե եւս մեկ անգամ կրկնեմ, եթե նույն ուտեստը ցանկություն լինի գազօջախին պատրաստել, ապա էլի տարբերակ է։ Այո, տարբերակ է եւ շատ համեղ, շատ ավելի այսպես։ Ես գազօջախի տարբերակ առանց պանրով ավելի շատ եմ գերադասում, բայց
Սա հետաքրքիր է, շատ յուրօրինակ է ստացվում, այնպես որ փորձեք սիրելիներս։ Այո, փորձեք եւ այնուհետեւ կիսվեք ձեր տպավորություններով ու տրամադրությամբ, ասեն յուրաքանչյուր գրառմանը անդրադառնում է եւ նաեւ տեղ է տալիս, այնպես որ անպայման եւ իհարկե մեծագույն ողջուններ մեր բոլոր հայրենակիցներին, թե Հայաստանում բնակվող, թե սահմաններից դուրս բնակվող, ես մեր հերոստադիտողը, հավատարիմ հերոստադիտող Տիկին Գոհարը ողջունում եմ ձեզ, ով Գորիսից է, էլի նորից Գորիսից շատ ողջուներ ենք ստանում, դրա համար պարբերաբար ուզում եմ անդրադառնալ, Ժողովուրդ ջան, բոլորիդ ողջունում ենք եւ ձեզ շատ սիրում ենք ու շատ գնահատում ենք ձեր ջերմ խոսքերն ու այդ սերը, որ փոխանցում եք մեզ։ Այո, այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հաջորդ հյուրին, խոսել ենք նոր աշխատանքներից եւ հետաքրքիր զրույց է սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, պատրաստ է մեր ուտեստը, սիրելիներս դեռ չեմ ուզում ձեռք տալ, որովհետև շատ տաք է այն, հենց նոր հանեցի ջեռոցից, ուղղակի ուզում եմ ցույց տալ, տեսքը տեսնեք եւ իհարկե դուք էլ քաջալերվեք եւ այսօր պատրաստեք այս համեղ ուտեստը։ Իսկ այս համեղ ուտեստի համար պետք էր մի քանի հասանելի բանջարեղեն, մի փոքր աղացած միս եւ իհարկե ամենավերջում պանիր, բայց շատ հագեցնող, վիտամիններով հարուստ եւ համեղ ուտեստ։ Վայելեք, անպայման պատրաստեք եւ վայելեք օրվա ուտեստը եւ մշտապես մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում, սիրելիներս, կհանդիպենք։